Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախագահ եւ խորհրդի անդամներ է ընտրել։ 11 տարի շարունակ ԱՏԾՄ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Եսայանը համաժողովին ընդառաջ հայտնել էր, որ այդ պաշտոնին իր տեխնատությունը չի առաջադրելու, թեև երկրի տեխնոլոգիական համայնքը նախագահելն իր կարիերայի առանցքային կարևորության գործերից էր։ Կարեն Վարդանյանի ղեկավարության տարիների ընթացքում շատ դժվարություններ ա տեսել որպես կառույց եւ այդ դժվարությունները հաղթահարել ա ու դրանից հետո դժվար էր շատ կառույցը պահել ամուր եւ շարունակել այն դերակատարումը ինչը որ ուներ Կարեն Վարդանյանը։ Սակայն այսօր կարանք նշենք, որ մենք ունենք արդեն 270-ից ավել անդամներ, անում ենք միլիոնավոր դոլարների ծրագրեր տարեկան, այսինքն նաև բյուջեի տեսանկյունից ինքը խոշորագույն, եթե ոչ ամենախոշոր հասարակական կազմակերպություններից է, արդեն ոնց որ կարելի ասել հանգիստ սրտով ես որոշել եմ փոխանցել այս պաշտոնը մեկ այլ մարդու։ Ուշագրավ է, որ Եսայանի պաշտոնավարման տարիներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեխնոլոգիական ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարել են ԱՏԾՄ-ին անդամակցող ընկերությունները։ Ոլորտը տարիների ընթացքում թռիչքային զարգացում է ունեցել, բայց անելիքներ շատ կան, այնպես որ նոր նախագահն ու խորհրդի անդամները հաստատ անզբաղ չեն մնա։ Կես տարի էլ ավելի մեծ Digitech նոր ֆորմատով 400 ընկերություններ, Սփյուռքի մեծ ներգրավվածություն ենք սպասում, 50-ից ավել ընկերություններ կմիանան ԱՏԾՄ անդամ որպես հանրային քաղաքականության տեսանկյունից ունենք ակտիվ պրոցեսներ ստարտափների համար աջակցության ծրագրեր ենք առաջարկել արդեն ԲՏԱ նախարարությանը եւ հետեւողական ենք լինելու եւ իհարկե համագործակցային, որպեսզի այս ամեն ինչը մեր համայնքի համար լուծվի եւ ել ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվի, Հայաստանը ել ավելի մրցունակ դառնա մրցակից էկոհամակարգերի հետ։ Տեխնոլոգիական համայնքը 25-րդ համաժողովի շրջանակում քննարկեց ոլորտի առանցքային հարցերն ու առկա առաջնահերթությունները եւ ընտրեց նախատեսածն իրագործելու գլխավոր պատասխանատուներին ԱՏԾՄ նոր նախագահ Արմեն Քոչարյանի գլխավորությամբ։